Խաղողի տերևները պահեստավորում ենք ձմռան համար երկու տարբերակով։ Արդյունքում ձմռանը կունենանք թարմ, համեղ ու որակյալ խաղողի թուփ։ Տերևները պետք է լինեն չոր, մաքուր և չվնասված։ Մինչև պահեստավորելը խաղողի տերևները մի քանի ժամ թողնում ենք, որպեսզի մի փոքր թոռոմեն։ Պոչերը կտրում ենք թողնելով մոտ կես սանտիմետր, որպեսզի հետագայում օգտագործելիս տերևները չպատռվեն։ Մի քանի տերևներ միասին ծալում ենք, խիտ դասավորում չոր, մաքուր տարայի մեջ և տարան փակում։ Հաջորդ օրը զգուշությամբ, այնպես, որ կափարիչի ռեզինը չվնասվի, կափարիչի ծայրից դանակով մի փոքր բարձրացնում ենք, որպեսզի հավաքված գազերը դուրս գան։ Վերջում կափարիչի բարձրացրած մասը նորից փակում ենք պահածոյացման փակիչով, զակատով և տեղափոխում մառան։ Խաղողի տերևների պահպանման մյուս տարբերակով պոչերը կտրում ենք կես սանտիմետր երկարությամբ և դասավորում պոլիէթիլենային տոպրակների մեջ։ Վերջում սեղմելով տոպրակների մեջից հանում ենք օդը, կապում տոպրակները և տեղափոխում սառցախցիկ։ Օգտագործելուց առաջ սառցախցիկից հանելուց հետո տերևների վրա լցնում ենք եռման ջուր և թողնում մի քանի րոպե։ Եթե տեսանյութը օգտակար էր, չմոռանաք հավանել այն և թողնել մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք ալիքիս, սեղմեք զանգակ կոճակը հետագա համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։